Երբևէ ունեցել ես այն պահը, երբ հանկարծ քեզ պատում է մի տարօրինակ գիտակցում։ Դու չունես մարդ, ում հետ ամեն օր շփվում ես։ Նկատում ես, որ միշտ դու ես առաջինը գրում, միշտ դու ես սկսում խոսակցությունը, ու ներսում վախ է առաջանում։ Եթե դադարես, ոչ ոք չի գրի։ Նայում ես ընկերներիդ, նրանք ունեն իրենց նամակագրությունները, իրենց կատակները, իրենց պլանները, իսկ դու կարծես մի փոքր կադրից դուրս ես։ Հեռախոսը լուռ է, ու լռության մեջ միտք է գալիս. ես պահեստային տարբերակ եմ։ Կարծես հրավիրված աստղ լինես ուրիշների կյանքում, բայց չունես քո սեփական պատմությունը։ Նրանք գլխավոր հերոսներն են միմյանց համար, իսկ դու երկրորդական կերպար ես, ում մոտ գալիս են, երբ ձանձրանում են։ Եվ այդ փոխարինելի լինելու զգացումը ցավալի է ընդունել։ Բայց ճշմարտությունն այլ է։ Քեզ պետք չէ բոլորի սիրելին լինել, պետք չէ ընկերության կենտրոնը լինել։ Ուզում ես մի բան, որ լինի մեկ մարդ, ով քեզ կընտրի առաջինը, ով կգրի առանց պատճառի, ով ինքը կհիշի քո մասին։ Եվ այո, սա եսասիրության մասին չէ, սա կարևոր լինելու կարիքի մասին է։ Եվ ոչ, դրա մասին խնդրել նա մոտ չէ, բայց երբեմն վախենալու է։ Այդ պատճառով մենք լռում ենք ու ձևացնում, թե մեզ բավական է այն, ինչ կա։